Բարսել հայրենակիցներ ջան, ստիպված եմ ես տեսա ուղերձանում, շատ անհարմար տեղ եմ ու անհարմար ժամանակ եմ տեսել ես նյութը, որին ուզում եմ անդրադառնալ։ Ուրեմն օրագիր նյուզ խմբագրությանը ես տալիս եմ 24 ժամ ժամանակ, որպեսզի այս գրածին ինքը անդրադառնա, այս գրածի մասն է խոսքը, հենց հիմա ես կարդում եմ։ Սկրին արեմ օտս պահել եմ, եթե 24 ժամվա ընթացքում ինքը չբացատրի իր գրածը, ես դատի եմ տալու օրագիր նյուզին, երթվում եմ ու խոստանում ամբողջ հայ ազգի մոտ։ Ուրեմն կարդում եմ, հայտնի է, որ Բաքվի բանտերն աչքի են ընկնում խիստ մեկուսացմամբ, իսկ կապն ու հանձնունքների փոխանցումը կալանավորվածներին սովորաբար փոխանցվում են բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ վերահսկողությամբ։ Ուստի հաշվի առնելով, որ վերջին տարիներին Կարմիր խաչի պաշտոնական խողովակը եւս փակվեց, օբյեկտիվորեն հարց է առաջանում այդ դեպքում ինչպես է հնարավոր եղել մասնավոր ճանապարհով հագուստ կամ այլ իրեր հասցնել Բաքվի մեկուսարան։ Մեր մտերիմ գրել է, ընկերն է ինչպես Սյուզկա Հարությունյանին հաջողվեց Բաքվի բանտում, իբր Սյուզկա Հարությունյանը, Սյուզի Հարությունյանը, Բաքվի բանտում ու նկարն է Սյուզի տեղադրված, իմ ու կնոջս նկարի հետ, ինչպես է Բաքվի բանտ ուղարկել բեր, երբ Կարմիր խաչը չի եղել, հիմա ասում եմ, օրագիր նյուզ, եթե դու չապացուցես քո այս խոսքերը կամ չհերքես հանրային, որ սուտ տեղեկություն ես տարածում, ես դատի եմ տալու քեզ, որովհետև ես հանրային ասել եմ, տեսանյութն ունեմ իմ մոտ, որ Սյուզի Հարությունյանի խանութում է ու շնորհակալություն հայտնեցի Սյուզին, որ կնոջս միջոցով ինձ ուղարկել է բեր, այսինքն կինս էլ Կարմիր խաչին է տվել, որի իրավունքը մենք ունեցել ենք այդ ժամանակ Կարմիր խաչի միջոցով 2022-ի վերջից կամ 23 թվականից 2-3 անգամ կես տարին մեկ մեզ բասիլկա են փոխանցել Կարմիր խաչի միջոցով։ Հիմա եթե օրագիր նյուզը չապացուցի, որ Կարմիր խաչի դուրս գալուց հետո Սյուզանա Հարությունյանը կամ ինչ-որ մեկը կարողացել է բան փոխանցել մեզ Բաքվի բանտ, ես դատի կտամ 24 ժամ ժամանակ ունես։ Այ ասում եմ, օրագիր նյուզ 24 ժամ, հենց իմիկվանից գնաց։ Երթվում եմ ամբողջ ազգի մոտ, որ ես քեզ դատի եմ տալու, եթե հանկարծ չապացուցես կամ ներողություն չխնդրես ու չասես, որ ապատեղեկատվություն ես տարածել։ Այսքանը։ Ժորժյան այսօր առավոտ ստացա դատարանից երկու նամակ, այս երկու նամակը իմ հայցերն են, որոնք ապացույցների հիմքով վարույթ են ընդունվել։ Հիշում եք, շատ էի ասում, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր խոսքի համար պատասխանատու լինի։ Մարդիկ մտածում էին, որ կեղծ ու սուտ հորինածին խոսքերը, մտքերը արտահայտելով, վարկաբեկելով, պահարակելով մարդկանց, տվյալ պահին համակիրներ շահելով, մարդկանց մոտ կարան ինչ-որ բան փոխեն, մարդկանց կարան վարկաբեկեն ու դրանում պատասխանատվություն չկրեն, ոգևորվում էին մարդիկ։ Դրա համար ասում եմ, օրենքի դեմ բոլորս ենք հավասար։ Չի կարելի տրվել էйֆորիաների ու պահի ազդեցության տակ ոգևորվել ու խոսել ու անել այն, ինչը հետո շատ դաժան ու վատ է անդրադառնալու ձեր համար։ Դրա համար նորից ասում եմ, բոլորդ սիրելիներս պատասխանատու եղեք ձեր խոսքերի համար։ Մենք բոլորս մարդ ենք, ունենք բարոյական արժեքներ, առաջին հերթին հայ ենք։ Մեզ պետք է հայեցի պահենք։ Իսկ հայեցին որն է, առաջի հերթին մենք առաջնորդվում ենք մեր բարոյական չգրված օրենքներով։ Այսինքն չենք կարող վիրավորել մարդուն, ում մասին մենք չունենք տեղեկություն, ում մենք զրպարտում ենք, չգիտեմ, չի կարելի ուղղակի, չի կարելի վիրավորել ոչ մեկի։ Այսքանը, իսկ ինչ մնում է դատական նիստերին, շուտով կնշանակվի դատական նիստը ու կիմանաք ով ինչի համար է պատասխանատվության ենթարկվել։ Այսքանը լավ եղեք, առողջ եղեք, բոլորի շատ եմ սիրում։
Ժորժյան այսօր առավոտ ստացա դատարանից երկու նամակ, այս երկու նամակը իմ հայցերն են, որոնք ապացույցների հիմքով վարույթ են ընդունվել։ Հիշում եք, շատ էի ասում, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր խոսքի համար պատասխանատու լինի։ Մարդիկ մտածում էին, որ կեղծ ու սուտ խորինածին խոսքերը, մտքերը արտահայտելով, վարկաբեկելով, պահանջելով մարդկանց, տվյալ պահին համակիրներ շահելով, մարդկանց մոտ կարան ինչ-որ բան փոխեն, մարդկանց կարան վարկաբեկեն ու դրանում պատասխանատվություն չկրեն, ոգևորվում էին մարդիկ։ Դրա համար ասում եմ, օրենքի դեմ բոլորս ենք հավասար։ Չի կարելի տրվել էйֆորիաների ու պահի ազդեցության տակ ոգևորվել ու խոսել ու անել այն, ինչը հետո շատ դաժան ու վատ անդրադառնալու ձեր համար։ Դրա համար նորից ասում եմ, բոլորդ սիրելիներս պատասխանատու եղեք ձեր խոսքերի համար։ Մենք բոլորս մարդ ենք, ունենք բարոյական արժեքներ, առաջին հերթին հայ ենք։ Մեզ պետք է հայեցի պահենք։ Իսկ հայեցին որն է, առաջի հերթին մենք առաջնորդվում ենք մեր բարոյական չգրված օրենքներով։ Այսինքն չենք կարող վիրավորել մարդուն, ում մասին մենք չունենք տեղեկություն, ում մենք զրպարտում ենք, չգիտեմ, չի կարելի ուղղակի, չի կարելի վիրավորել ոչ մեկի։ Այսքանը, իսկ ինչ մնում է դատական նիստերին, շուտով կնշանակվի դատական նիստը ու կիմանաք ով ինչի համար է պատասխանատվության ենթարկվել։ Այսքանը լավ եղեք, առողջ եղեք, բոլորի շատ եմ սիրում։ Ժորժյան այսօր առավոտ ստացա դատարանից երկու նամակ, այս երկու նամակը իմ հայցերն են, որոնք ապացույցների հիմքով վարույթ են ընդունվել։ Հիշում եք, շատ էի ասում, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր խոսքի համար պատասխանատու լինի։ Մարդիկ մտածում էին, որ կեղծ ու սուտ խորինածին խոսքերը, մտքերը արտահայտելով, վարկաբեկելով, պահանջելով մարդկանց, տվյալ պահին համակիրներ շահելով, մարդկանց մոտ կարան ինչ-որ բան փոխեն, մարդկանց կարան վարկաբեկեն ու դրանում պատասխանատվություն չկրեն, ոգևորվում էին մարդիկ։ Դրա համար ասում եմ, օրենքի դեմ բոլորս ենք հավասար։ Չի կարելի տրվել էйֆորիաների ու պահի ազդեցության տակ ոգևորվել ու խոսել ու անել այն, ինչը հետո շատ դաժան ու վատ անդրադառնալու ձեր համար։ Դրա համար նորից ասում եմ, բոլորդ սիրելիներս պատասխանատու եղեք ձեր խոսքերի համար։ Մենք բոլորս մարդ ենք, ունենք բարոյական արժեքներ, առաջին հերթին հայ ենք։ Մեզ պետք է հայեցի պահենք։ Իսկ հայեցին որն է, առաջի հերթին մենք առաջնորդվում ենք մեր բարոյական չգրված օրենքներով։ Այսինքն չենք կարող վիրավորել մարդուն, ում մասին մենք չունենք տեղեկություն, ում մենք զրպարտում ենք, չգիտեմ, չի կարելի ուղղակի, չի կարելի վիրավորել ոչ մեկի։ Այսքանը, իսկ ինչ մնում է դատական նիստերին, շուտով կնշանակվի դատական նիստը ու կիմանաք ով ինչի համար է պատասխանատվության ենթարկվել։ Այսքանը լավ եղեք, առողջ եղեք, բոլորի շատ եմ սիրում։